Սիրիահայերը դժգոհում են ազգային փոխադրող Արմավի ընկերության ինքնաթիռների տոմսերի գներից ու պնդում, որ եթե տոմսերի սակագինը վերանայվի, շատ սիրիահայեր կտեղափոխվեն Հայաստան։ Այսօր Հալեպից Հայաստան եկած սիրիահայերն ասում են, որ մինչև $550 են վճարում մեկ ուղղությամբ։ Մինչդեռ ներկայիս պայմաններում, երբ Սիրիայում տնտեսական կյանքը կաթվածահար վիճակում է ու գործազրկություն է տիրում, նման գնով Հայաստան տեղափոխվելը քչերի համար է հնարավոր։ Հալեբ-Երևան ամենաէժան տոմսն Արմավիայում արժե 117,000 դրամ, իսկ ամենաթանկը 192,000 դրամ։ Եթե մոտ 2 ամիս է, 2 ամիսից ավել այնտեղ չեն աշխատել իրանց գործը։ Նյութական առումով այսօր շատ մեծ գին է, $550-600 շատ մեծ է։ Թանկ է, այո։ Ինչքան Սուրիականի դարբերով 8000 դարբերություն կա։ Իսկ որ էժանանա շատերը կգանեն։ Անշուշտ, հա։ Կերտասկոր, գաղաչեսկոր, $550 դաս, փող ավելի, ելլադե։ Հալեպից ընտանիքով Հայաստան տեղափոխված Համբարձում Ղազարյանն ասում է, որ հայերով բնակեցված թաղամասերը քիչ հեռու են հակամարտությունից, բայց ապրելն արդեն այնտեղ դառնում է դժվար, եւ եթե իրավիճակը չփոխվի, Հայաստանում կմնա։ Հրագոսները, երբ որ գսկսի ամբողջը Հաց կա Հալեպում։ շատ քիչ դժվարով 4 ժամ, 5 ժամ, 6 ժամ գար պիտի սպասես։ Լույս չի գար, 10 օր լույս չի գար, հիմա նորը սկսավ։ Հայաստանի կառավարությունում կարծում են, որ անհրաժեշտություն չկա սուբսիդավորել Արմավիային, որպեսզի սիրիահայերի համար նվազեցվեն ինքնաթիռի տոմսերի գները։ Արմավյանն էլ իր հերթին հայտարարել է, որ կվերանայի սակագները, եթե կառավարությունն աջակցի իրեն։